Բարև։ Արհեստական բանականությունը բառացիորեն խեղդում է գիտությունն աղբի մեջ։ Կարող է թվալ, թե ճանճից փիղ ենք սարքում, ինչ կարող է անել մի քանի գեներացված հոդվածը, սակայն գործնականում սա արդեն լուրջ խնդիր է, որը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր փնտրում են ստույգ ինֆորմացիա։ Այսօր արհեստական բանականությունը կարող է հաշված ժամերի ընթացքում գրել համոզիչ գիտական վերլուծություն, ճակերտների մեջ իհարկե։ Խնդիրը նրանում է, որ այդպիսի տեքստերի մեծ մասը չունի ոչ մի գիտական արժեք։ Ձևակերպումները խելացի են հնչում, գրաֆիկները համոզիչ տեսք ունեն, սակայն իմաստ եւ նոր գաղափարներ դրանցում չկան։ Ստացվում է խնամքով փաթեթավորված, բայց դատարկ աղբ, որը սկսում է լցվել գիտական շտեմարաններում։ Լցվում է այնքան, որ գիտական պրեպրինտների խոշորագույն շտեմարանը արխիվը ստիպված դիմել է կոշտ մեթոդների։ Վերջերս կայքը դադարել է ընդունել համակարգչային գիտությունների թեմայով վերլուծական եւ պոզիցիոն հոդվածներն առանց հաստատված peer review-ի, այսինքն առանց անկախ փորձագետի ռիցենզավորման։ Եթե ծանոթ չեք արխիվի հետ, դա պլատֆորմ է, որտեղ գիտնականները տեղադրում են իրենց թարմ հետազոտությունները մինչև գիտական ամսագրերում հրապարակվել։ Այստեղ հայտնվում են աշխատանքներ, որոնք հետագայում վերածվում են խոշոր հայտնագործությունների։ Սա հատկապես կարևոր է արագ զարգացող ոլորտների, օրինակ մեքենայական ուսուցման համար։ Սակայն հիմա հրապարակումների հոսքը աճել է ձնահյուսի նման։ Գեներատիվ մոդելները, ինչպես ChatGPT-ն ու իր անալոգները, այնքան են հեշտացրել տեքստեր գրելը, որ արխիվը ամսական ստանում է հարյուրավոր միատիպ վերլուծություններ, մեծ մասի դեպքում առանց եզրակացությունների ու անգամ առանց որևիցե իմաստի։ Լուծումը պարզ է, սակայն կոշտ, առանց ռեցենզավորման ապացույցի, մուտքը փակ է։ Այլ կերպ ասած, հոդվածը պետք է ստուգված լինի փորձագետի կողմից, այլ ոչ թե ուղղակի գեներացվի եւ գեղեցիկ փաթեթավորվի։ Գիտական խարդախությունները գոյություն են ունեցել նաեւ նախկինում, սակայն հիմա գեներատիվ ալգորիթմների շնորհիվ դրանք դարձել են ավելի հեշտ ու մասսայական։ Եթե արխիվի մյուս բաժինները նույնպես բախվեն նման հեղեղի հետ, հավանաբար դրանք էլ ստիպված կլինեն փոխել կանոնները։ Ինչու է սա կարևոր, որովհետեւ գիտական գրականությունը ֆունդամենտ է այն ամենի համար, ինչը մենք անվանում ենք փաստեր, երբ այդ ֆունդամենտին սկսում են վնասել AI վերնագրերով, անհետանում է գիտության նկատմամբ վստահությունը։ Մենք դեմ չենք արհեստական բանականությանը։ Այն կարող է լինել հզոր գործիք, եթե օգտագործվի պատասխանատվությամբ։ Սակայն այնպիսի հարթակներն, ինչպիսին է արխիվը, պետք է կարողանան պաշտպանել իրենց ինտելեկտուալ սպամից։ Հակառակ դեպքում գիտելիքների փոխարեն մեզ սպասվում է գեղեցիկ ձևավորված քաոս։ Հնագետները Քենիայում կատարել են հայտնագործություն, որը հարստացնում է հնագույն մարդկանց մասին մեր գիտելիքները։ Կոբի ֆորա ֆորմացիայում, որը գտնվում է Տուրկանա լճի ափին, գիտնականները հայտնաբերել են հնագույն օլդովանյան քարե գործիքներ։ Հենց այս գործիքներից է ըստ էության սկսվել մարդկության տեխնոլոգիական պատմությունը։ Գտածոների տարիքը 2.44-ից 2.75 միլիոն տարի է։ Սրանք արտեֆակտներ են, որոնք ստեղծել են այստեղ ապրած հոմինիները եւ սերնդեսերունդ փոխանցել քարի մշակման միևնույն տեխնոլոգիան։ Որում արել են դա միևնույն տեղում Նամորոտուկունան կոչվող կանգառում, որտեղ շերտաշերտ պահպանվել են նրանց գործունեության հետքերը։ Մաքս Պլանկի գիտական ընկերության էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտի գիտնականները ու 13 երկրներից նրանց գործընկերներն այս տարածքն ուսումնասիրել են գրեթե 10 տարի շարունակ։ Նրանք հայտնաբերել են 1290 քարե արտեֆակտ, որոնց պատրաստման եղանակը գրեթե չի փոխվել վերջին 300,000 տարվա ընթացքում։ Հնագույն վարպետներն ակնհայտորեն նախընտրել են խալցեդոնը հենց այս միներալից է պատրաստված գործիքների 70%-ը։ Սա խոսում է կայուն հմտությունների եւ նյութի գիտակցված ընտրության մասին։ Երկար ժամանակ համարվում էր, որ օլդովանյան մշակույթն առաջացել է մոտ 2.6 միլիոն տարի առաջ եւ կապված է հոմո ցեղի առաջին ներկայացուցիչների հետ։ Սակայն հիմա հնագիտական տվյալները վկայում են, որ հնարավոր է տեխնոլոգիան առաջացել է ավելի վաղ շրջանում, մինչև մեր ուղիղ նախնիների հայտնվելը։ Նամորոտուկանանի շերտերը թվագրվում են հնեամագնիսական վերլուծության եւ հրաբխային տուֆի միջոցով։ Հնագույն արտեֆակտների տարիքը հասնում է 2.74 միլիոն տարու, ինչը նշանակում է, որ մեր առջև երկրի առաջին իրոք սիստեմատիկ քարե գործիքներն են։ Հետաքրքիր է նաև այն, թե ինչ միջավայրում են ապրել դրանց ստեղծողները։ Մոտ 2.8-ից 2.7 միլիոն տարի առաջ կլիման տարածաշրջանում կտրուկ փոխվել է։ Այն դարձել է ավելի չոր, հնագույն լճում ջրի մակարդակն ընկել է, բուսականությունը փոխվել, հավանաբար հենց այս պայմաններն են ստիպել հոմինիներին ավելի ակտիվորեն օգտագործել քարե գործիքները, սնունդ հայթայթելու, ոսկորները կոտրելու, բույսեր մանրացնելու համար։ Հայտնաբերված ոսկորներից մեկի վրա, որի տարիքը մոտ 2.6 միլիոն տարի է, պահպանվել են նման գործողություններին հատուկ հետքերը։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ արդեն այն ժամանակներում հոմո սապիենսի հայտնվելուց շատ ու շատ առաջ հնագույն մարդիկ ոչ թե ուղղակի օգտագործում էին քարը որպես գործիք, այլ ունեին գործիքների պատրաստման կայուն մշակույթ, որը փոխանցվում էր սերնդեսերունդ, այլ կերպ ասած, գրերի եւ անգամ խոսքի առաջանալուց շատ առաջ Տուրկանա լճի ափին արդեն գոյություն ուներ ավանդույթ, որը կարող էր հիմք ծառայած լինել ամբողջ մարդկային քաղաքակրթության համար։
Այս շաբաթվա գիտնականն է Ալան Գուտը։ Ալան Գուտն այն մարդն է, ով հորինել է, թե ինչպես առաջացավ տիեզերքը։ Այս գիտնականի անունը գիտեն բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում են տիեզերագիտությամբ։ Հենց նա առաջարկեց մի գաղափար, որը գլխիվայր շրջեց ժամանակի եւ տարածության սկզբի մասին մեր պատկերացումները։ Դա տիեզերագիտական ինֆլյացիայի մոդելն էր։ 1970-ականների վերջին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտ երիտասարդ Գուտը փորձում էր գուշակել մեծ պայթյունի հանելուկները, ինչու է տիեզերքն այսքան միատարր, միանման բոլոր ուղղություններով, ինչու տիեզերական միկրոալիքային ֆոնի ջերմաստիճանը գրեթե չի փոխվում, չնայած դրա տարբեր հատվածներ պետք է միմյանցից մեկուսացված լինեն, ու ինչու է նյութի խտությունը տիեզերքում հենց այնպիսին, որպեսզի այն կրկին արագ չսեղմվի կամ նույնքան արագ չընդլայնվի, ինչն առաջանալու ժամանակ է տվել աստղերին եւ գալակտիկաներին։ Գուտի պատասխանը միաժամանակ հանճարեղ էր ու պարզ։ Նա ենթադրեց, որ մեծ պայթյունին հաջորդած առաջին ակնթարթներին տիեզերքն ընդլայնվել է հրեշավոր արագությամբ։ Այդ process-ը, որը ստացավ ինֆլյացիա անվանումը, տևել է աներևակայելի կարճ ժամանակ։ Չնչին ակնթարթի ընթացքում տարածության չափերը մեծացել են տրիլիոնավոր ու տրիլիոնավոր անգամներ, բոլոր անհարթությունները ձգվել են, իսկ տիեզերքը դարձել է հարթ ու միանման այնպիսին, ինչպիսին մենք այն այսօր տեսնում ենք։ 1980 թվին հնչեցված գաղափարը թվում էր գրեթե ֆանտաստիկ, սակայն հետագայում տիեզերագիտական դիտարկումները հաստատեցին դրա կանխատեսումները։ Ինֆլյացիայի հետքերը ծածկագրված են միկրոալիքային ֆոնում տիեզերքի ծնունդից մնացած հնագույն ճառագայթման մեջ։ Այսօր ինֆլյացիոն մոդելը համարվում է ժամանակակից տիեզերագիտության առանցքային էլեմենտներից մեկը։ Ինքը Գուտը մարդ է ինտելեկտի ու բարյացակամության հազվագյուտ համադրմամբ։ Նա մինչև հիմա դասավանդում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, սիրում է բարդ երևույթները բացատրել պարզ լեզվով եւ հումորով։ Նրան անվանում են մարդ, ով հորինել է, թե ինչպես առաջացավ տիեզերքը, սակայն ինքը Գուտն այս հարցում համեստ է։ Նա ասում է. Ես չեմ բացատրել, թե որտեղից ամեն ինչ առաջացավ։ Ես զուտ նկարագրել եմ, թե ինչպես ամեն ինչ դարձավ այնպիսին, ինչպիսին մենք այն տեսնում ենք։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։